գյուղացին աշխատի, ժողովուրդը աշխատի կանանց իրաց ընտանիքները պահեն էլի։ Գյուղերը դատարկվում են, աշխատանք չկա, մյուս կողմից էլ անվտանգության խնդիրը։ Այնե թուրք իշխանը սարի հետևին նստած, այ սարի հետևին այնա նստած։ Ինչ ասեմ։ Հազար ու մի հարցերով, հոգսերով ծանրացած են մարդիկ Սյունիքում, բայց վստահ են։ Հունիսի 8-ին կթեթևանան, խորը շունչ կքաշեն։ Ինչ է առաջարկում ուժեղ Հայաստանը։ Սյունեցիների հետ հանդիպման առաջին կանգառը Սիսիանն է։ Մարդիկ հավաքվել են քաղաքից ու հարակից համայնքներից։ Սիսիանում աշխատատեղերի վիճակը ոնց է կարծում։ 8 տարվա մեջ պատկերացնում եք, եթե մենք նայենք այս տեմպով, մեզ պետք է մոտավորապես մի 2 կյանք, որ հասնենք բարեկեցության։ Բայց 2 կյանք պետք չի գա տարիներով սպասել նույնպես։ Ընտրությանը հաշված օրեր են մնացել։ Այլընտրանք ունենալով ուղղակի հանգիստ կյանք ապրելու Սամվել Կարապետյանը որոշել է չանի հանգիստ կյանք չապրի, մտնի սրա տակ ու փորձի փոխել։ Ու փոխելու է։ Որովհետև այլ ուրիշ ուժ, եթե դուք տեսնում եք Ժորժ ջան, ասեք, ով կարար Հայաստան աներ աղքատությունից։ Ով այդ փորձը ունի, որ Հայաստանը կհանի աղքատությունից։ Ես պետք է առաջնորդը կարողանա պայմանավորել։ Տենց են ապահովում երկրի զարգացումը։ Կարողանա ներդրում բերի։ Դպրոցներն են փակվում։ Մարդկանց ամենաշատը մտահոգող մյուս հարցն է։ Գյուղից գյուղ կամ թեկուզ քաղաք, ինչպես ամեն օր գան երեխաները, որ կրթությունից հետ չմնան։ Եթե դու ասում ես ես երկիրը զարգացնելու ես, ուրեմն գյուղերին լավ չէ զարգացնելու։ Բայց դպրոցները չեն սպատում։ Եթե դու հույսդ քեզ կտրել քո գյուղերից, ինչու ես դպրոցները գյուղերի փակում։ Այս ազգը իր սփյուռքով, իր աշխատասիրությամբ ու լավ կառավարումով ամենահարուստն է լինելու։ Որ Հայաստանը ուժեղ լինի, խաղաղ էլ կլինի։ Սիսիանում էլ, Գորիսում էլ մարդիկ նույն մտքին են։ Չեն էլ ուզում լսել իշխանությանը, որն ասում է, թե իրենք են խաղաղության միակ աղավնին։ Իշխանության բերածը տեսել ենք, ասում են սահմանի մարդիկ։ Նիկոլ Փաշինյանը հենց պատերազմով սաղ մոտ 5000 երիտասարդների նահատակ դարձրավ։ Էլ նրան ինչ պաշտպանել։ Իհարկե ես կուզեի, որ մեր բանակը ուժեղ լինի, որ թուրքը ինչ շոնա, որ ինքը մզանա վախ է, ոչ թե մեկ իրանցից վախեք։ Հայ լինելու համար են պայքարում։ Որպեսզի խաղաղություն լինի, պետք է ուժեղ իշխանություն լինի։ Փաստ է։ Մինչև ուժեղ չլինես, խաղաղություն չի լինի։ Ասում եմ, տան ղեկավարը եթե լավ է, ընտանիքը լավ կլինի։ Եվ խաղաղություն կլինի եւ ամեն ինչ, եթե թույլ լինի, ոչ մի բան չի լինի։ Գորիսեցիների հետ զրույցում Նարեկ Կարապետյանը բացատրում է, ուժեղ Հայաստանի առաջարկածը ոչ թե պատերազմի, այլ ուժեղ արժանապատիվ խաղաղության մասին է։ Թույլ խաղաղությունը, դա է խաղաղությունը, որ մենք մեր դուռը բացում ենք հակառակորդի ազգի ներկայացուցիչների առաջ։ Երբ որ մենք դուռը բացում ենք իրենց Հայաստան գալու առաջ, արևան երկրի ղեկավարը բազմաթիվ անգամ ասել է, որ իրենք պետք է գան։ Որտեղ բոլոր պահանջները, այն պահանջ չկա, որ ունենա ինքը։ Ինչ ուզել է, ստացել է, հիմա վերջի մի հատ նոր պահանջ է մտածել, որ այստեղ պետք է գան իր այն մարդիկ, ովքեր Գորիսում երբեք չեն ապրել, ասենց ասեն։ Իմացաք ում մասին է խոսքը։ Ու գան սեր դնեն Հայաստանում։ Դա թույլ խաղաղությունն է։ Իսկ ուժեղ Հայաստանում մեր դուռը փակ է լինելու, վստահեցրեց Նարեկ Կարապետյանը։ Հարևանների հետ շփումը հավասարը հավասարի պես։ Բաժանորդագրվեք Արմադ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։